Գայանեն ու փոքրիկ Սյուզաննան արդեն սովոր են ցամաքած տեսնել այս ծորակը, որից օրական ընդամենը 1 ժամ է ջուր գալիս։ Օրինակ հենց այստեղ միակ կենտրոնն է, որտեղ ամեն օր գրեթե մի ժամվա չափով ջուր է տալիս բոլորին եւ ամեն փողոցներ, տարբեր փողոցներից կասել գալիս են ու մեծ հերթ է գոյանում, ամեն մարդ ուզում որ առաջին ինքը ջուրը տանի, նույնիսկ ամոթ հասել մենք նույնիսկ կոյուղ չունենք այս մի քանի փողոցներում։ Արարատը մեկն է Հայաստանի այն 560 գյուղերից, որտեղ խմելու ջրի հարցը դեռևս անլուծելի է։ Բնակիչները ստիպված ջուրը գնում են շաբաթական 2 անգամ գյուղ այցելող մարդկանցից, որոնք ջրի 1 լիտրը վաճառում են 4 դրամ, շուրջ 50 անգամ ավելի թանկ, քան ջրամատակարարման ծառայությունների առաջարկածը։ Քանի տարի է ջուր չկա, խարխմելու դին է ջուրը։ 30 տարուց ավել է կելանից թե ջրի պրոբլեմը միշտ եղել է, միշտ առել ենք։ Ես իմ որտեղից ենք մեքենայով եթում բերում։ Ցամաքած ծորակների ու բնակիչների շուրջ 3 տասնամյակ անլուծելի մնացած խնդրի հետքերով հասանք Արարատի գյուղապետարան։ Գյուղը մեծ է, խնդիրներն էլ են մեծ, նշում է գյուղապետի տեղակալ Զամեղ Ղազարյանը։ Արարատում, որն իր 8400 բնակչով թվով 3-րդն է Հայաստանում, ամենափոքր խնդիրը թերևս գործազրկությունն է։ Այստեղ գործող ցեմենտի գործարանը գյուղում մեծ զբաղվածություն է ապահովում։ Բացի այդ, մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ ու այդպիսով լուծում իրենց հոգսերը, բայց ինչ գյուղատնտեսություն առանց բնական անոռոգման։ Գերոբանը խնդիրը շատ դեպքերում կախված է նաև ջրի քանակից։ Շատ փողոցներ ունեն, որ ջրագծերը կան, բայց ջուրը չի հասնում։ Ջրի այնքան քիչ քանակությամբ վերևից գալիս։ Եվ հիմնականում եկած ջուրը գալիս է շաբաթական 2 օր գրաֆիկ տված, 2 օր գյուղի վերևի մասն է գալի, 2 օր գյուղի ներքևի մասն է գալի։ Գյուղապետի տեղակալը այս արդեն հիմնախնդիր դարձած խնդրի լուծումը կապում է միջազգային կազմակերպության հետ, որի հետ կնքած պայմանագիրը խոստանում է լուծել ջրի հարցը, ամբողջ Արարատում անցկացնելով համապատասխան ջրագծեր։ Պայմանագիրը բացի Արարատից կնքվել է նաև մարզի 7 փոքր գյուղերի հետ։ Այս տարվա ծրագրով մոտորապես 13 կիլոմետր ջրագծերի անցկացման խնդիր է դեպքում, վերադաս կազմակերպությունից եկել է միջազգային կազմակերպությունը, որի հետ մենք ունենք պայմանագիր։ Մինչ կգա հունիսն ու պարոն Ղազարյանի հավաստմամբ հարցը կլուծվի, բնակիչները վաղուց արդեն խմելու ջրի այլընտրանքային տարբերակ են գտել։ Այսպես նասոսը ներքևի մեծ է, եռաֆազ նասոս է, որը 10 մետրից անում արտեզյան ջուրը։ Գևորգ Փանոսյանը, որ բնիկ արարատցի է, հիշում է 1958 թվականին իր ընտանիքն ու մի քանի հարևաններ սեփական միջոցներով ջրագծեր անցկացրին, բայց շուրջօրյա խմելու ջուր ունենալը տևեց ընդամենը 3 ամիս։ Եկել են 2 անգամ, այս փողոցը 3 անգամ, 5 անգամ, ջրի պրոբլեմ ունենք։ Կլինի, ձեռները դլվա։ Նարդի խաղացող այս տղամարդիկ, որ ապահովում են գյուղի աշխուժությունը, նշում են, Արարատի մի քանի փողոցներ կան, որտեղ ջրի խնդիրը կիսով չափ լուծվել է, սակայն հիմնականում ջուրը տեղ չի հասնում թաղամասերի ծայրամասային տների բնակիչներին։ Մեր փողոցում Թումանյան փողոցն է։ Ջրագիծ ունենք, 15 տարի է եղել։ Փողոցի առաջի մի 3 տունը կա ջուր, իսկ վերջի տները չկա։ Հետաքրքրական է, որ Արարատի նախկին անվանումը Դավալում ստուգաբանվում է որպես կռվի վայր։ Միայն թե վաղուց արդեն արարատցիները կռվում են ոչ թե միմյանց, այլ ցամաքած ծորակների ու հոգսարատ առօրյայի դեմ։ Ավետաղայի նման, որ ասում է, թե մեր ավետաղան կանաչ խիարի համար կսատ կեր։ Մենք էլ ջրի համար ենք սատկում, մեր ջան, ծառով են միանում, ջուր չկա։ Դավալում դարձել է անտեր, տեր չկա Դավալում։ Խիար կա։ Յա։ Գրիգոր աղաս խիարի համար կսատկեր։